Բայց ես ուզում եմ էլի տեսնենք, մի շատ կարևոր իրավիճակ գնահատենք։ Տեսեք ինչա կատարվում ամբողջ աշխարհում։ Ըստ էության աշխարհը փոթորկվում է։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը եւ մեր տարածաշրջանը այսօր քայլ-քայլ առնվազն Հայաստան-Ադրբեջան հարցությունում վերածվում կայունության, անվտանգության մի միջավայրի, համագործակցության մի միջավայրի, որը չափազանց կարևոր է։ Սա շատ մեծ ձեռքբերում է եւ շատ պետք է եւ ընդ որում Եվրամիության Միացյալ Նահանգների աջակցությամբ մենք այս ընթացքում եւ մեր գործընկերների այս ընթացքում մենք երևի քանի անգամ ենք հանդիպել միայն ես մեր դեսպանների հետ եւ տարբեր երկրների ղեկավարների հետ մենք բազմիցս հանդիպել ենք մտքեր ենք փոխանակել քննարկել ենք եւ այլն եւ այդպես շարունակ եւ մենք այսօր հասել ենք այն կետին եւ հիմա արդեն ակնհայտ է որ նաեւ TRIP նախագծի հետ կապված են բաց հարցերը, որոնք կային հռչակագրի ընդունումից հետո, այդ բոլոր հարցերը ստանում են պատասխաններ, ստացել են պատասխաններ, եւ շատ կարեւոր է, որ մենք ունենք բանաձև, որ լիարժեք բավարարում է եւ պիտի բավարարի Հայաստանին, բնականաբար լիարժեք բավարարում է Միացյալ Նահանգներին, լիարժեք բավարարում է իմ կարծիքով, իհարկե նրանք կարձագանքեն կտեսնենք Ադրբեջանին եւ ըստ էության սրանով կանաչ լույս է վարվում տարածաշրջանում երկարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու գործին։ Իհարկե եւս մեկ անգամ ուզում եմ մեր գործընկերների ներդրումը ընդգծել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամպի դերը, որի անձնական հետաքրքրվածությունը եւ անձնական ներգրավվածությունը իհարկե անկասկած ունի եւ ունեցավ վճռորոշ նշանակություն եւ հիմա մեզ արդեն հարկավոր է մտածել հետագա քայլերի մասին, որոնք են հետագա քայլերը։ Հիմա այդ ակնհայտ է, որ դեպի հիմա մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ եւ մեծ փողեր եւ դա շատ լավ նորություն է։ Ակնհայտ է թե ինչ գործողություններում եւ ինչպես պետք է ներգրավված լինեն Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես կարծում եմ, որ այո Եվրամիության մեր գործընկերների հետ պետք է մանրամասն քննարկենք նաեւ Եվրամիության ներգրավվածության ձևաչափերը եւ կոնկրետ նախագծերը։ Մենք շատ շահագրգռված ենք դրանում։ Գիտեք հիմա տրամաբանությունն այն է, որ հաջորդիվ մենք պետք է զարգացում ունենանք Հայաստան-Թուրքիա հարթության վրա եւ մենք հույս ունենք, որ այն process-ները, որոնք տրամաբանորեն եւ քաղաքական երխոհության մակարդակով լուծվել են, դրանք նաեւ գետնի վրա կունենան իրենց արտահայտությունը եւ սա իսկապես նույնիսկ անհավատալի եւ աներևակայելի մի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, ինչը չի նշանակում իհարկե, որ բոլոր հարցերը լուծված են, բայց բոլոր հարցերի լուծման բոլոր բանաձևերը ըստ էության արդեն որոշված են։ Առաջիկայում շատ կարևոր է, որ մենք նախ հայտարարություն այսօրվա կամ երեկվա մի շատ մեծ եւ շատ կարևոր անկյունակար է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալ դարձնելու ճանապարհին սահմանազատման հանձնաժողովներն են աշխատում եւ գիտեք նաեւ էլ եկեք արձանագրենք մենք առաջ ենք ընթանում շատ ավելի մեծ տեմպերով քան ի սկզբանե կարող ենք ենթադրել որովհետեւ երբ որ մենք Վաշինգտոնի հռչակագրում արձանագրում էինք տարածաշրջանի կապուղիների բացումը Հայաստանի Հանրապետության համար այդ թվում Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև կապի ապահովումը Հայաստանի Հանրապետության համար փոխադարձ առավելություններով եւ մենք ենթադրում ենք, որ Հայաստանը պիտի երկաթուղային կապ ստանա արտաքին աշխարհի հետ եւ դա տեղի ունեցավ կարծում եմ շատ ավելի վաղ, քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էին։ Այսօր արդեն Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրի դրսևորումները տեղի ունեցան շատ ավելի վաղ, քան Հայաստանի եւ միջազգային հանրությունը սպասում էր, գուցե նաեւ Ադրբեջանը։ Ես երեք առիթ ունեցա խոսելու, տեսեք 2018 թվականից մենք ինչքան ենք աշխատել, ինչքան ենք չարչարվել մենաշնորհները հաղթահարելու ուղղությամբ։ Եվ մենք այնպես չի, որ այո, հաղթահարել ենք մենաշնորհելը եւ շուկաները դե յուրե
բաց են եղել բոլորի համար։ Այս ընթացքում այո բենզինի ներկրում էլ ա եղել եւ այլն եւ այդպես շարունակ, այսինքն ընդլայնվել է շուկան, բայց մեզ այդպես էլ չէր հաջողվել այն մենաշնորհները, որոնց մի ծայրը Հայաստանում էր, մի ծայրը Հայաստանից դուրս, մեզ չէր հաջողվել այդ մենաշնորհերի այդ խնդիրները լուծել։ Եվ հիմա մեր բոլորի առաջ բենզինի եւ դիզվառելիքի շուկայում հաստատված տասնամյակների մենաշնորհելը այդ բանի խաղաթղթերի տնակի նման ուղղակի մեր աչքի առաջ քանդվում են։ Մեր աչքի առաջ քանդվում են եւ բնականաբար այդ բոլոր ընկերությունները տասնամյակների հիմա վերջին հուսահատ ճիքերն են գործադրում եւ մեծ ներդրումներ են անում հակա արշավ իրենց մենաշնորհային դիրքը հայրենասիրական բանի տակ, հայրենասիրական կարգախոսների ներքո պաշտպանելու համար։ Մինչդեռ երբ որ Հայաստանի սպառողները տասնամյակներով 10 տրիլիոնավոր դրամներ ավել են վճարել այդ ամեն ինչի համար, ոչ մեկ բնականաբար այսօր դրա համար բացատրություն ու պատասխան չի ուզում տա, չնայած ես համոզված եմ, որ Հայաստանում հիմնադրված եւ գործող ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմները կաշխատեն համբերատար եւ բոլոր այս հարցերին կտրվի պատասխաններ, բայց ես ուզում եմ ասել, որ դեկտեմբերից մինչև այսօր, դեկտեմբերի 25-ից մինչև այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդ դրամներ են մնացել այս մի ամսվա ընթացքում։ Ну, ես իհարկե բանով չեմ հաշվել, հիմա չնստեն ասեն, չէ, տասնյակ միլիարդ չի, 9 միլիարդ 876 միլիոն, շատ լավ, թող լինի 9 միլիարդ 876, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում, եւ ես ուզում եմ, գիտեք, ես ուզում եմ բոլորի շնորհավորել այս հանգրվանի առիթով, եւ էլի շատ երեք տեսա տենց էլի բանի բենզինի համար եռաբլուրը մոռացակ, ես մոռացակ, եմ մոռացակ, ոչ, այդպես չի, որովհետև ես ասում եմ, որ զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը ամենամեծ, դրանից մեծ ուղղակի հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։ Եվ ես դեռ 2021 թվականի Հանրապետության հրապարակում սեպտեմբերի 21-ի ունեցած իմ ելույթում ասել են, որ մեր եղբայրները ընկել են, որ Հայաստանի Հանրապետությունը ոտքի կանգնի, եւ Հայաստանի Հանրապետությունը ոտքի է կանգնում, եւ կարող եմ ասել, ինչ է ոտքի կանգնում, ոտքի է կանգնել, որպես միջազգային հանրության պատասխանատու մասնակից, որպես արժանապատիվ գործընկեր մեր միջազգային գերտերությունների, այդ թվում հետ Հայ Միացյալ Նահանգների հետ մենք ռազմավարական գործընկերություն ենք հաստատել Եվրամիության հետ, երկխոսության ռազմավարական օրակարգն ենք հաստատել, բայց ես ուզում եմ այդ մտայնությունից էլ դուրս գանք, չէ, որովհետև մենք այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետություն է եւ Հայաստանի Հանրապետությունը